Սասնա ծռեր, Գ հատոր, Ժ Գ պատում, Սասնա ծռեր, պատմեց նոր բայազետցի Գեդեոն Դավթյանը, Կամո Լանջախբյուր գյուղ, գրառված է 1973 թվականին։ Դավիթ Բայց Դավիթը 7 աղբեր են, մեկի անուն Ցենով Հովանա, մեկին Ճնճղաթեփուրա, մեկին Ֆլանա Բեֆանա, այդ անուններ մտեսկած է, 7 աղբեր ելած։ Այդ 7 աղբերը որբ են մնացած, դե ռնչպրություն են անում, քյուղացություն, Դավիթն էլ պստի քյորփո երեխա է, համարա 3-4 տարեկան տղա է։ Ինչ անենք ասում, ինչ չանենք, գնաց մհերը մահացավ, ասում է, երեխաներ մնացին որբ, քյարի թորոսն է իր թևի տակ առնում։ Մսրա մելիքը կռիվը սկսում է, նորից գալում է քյարի թորոսի վրա, հմի կռվող չունի, ինչ անի, գալում է խարջ ու խարաջն էլ տանում, քարերը բարձում է, հղի կնանիքին տանում, կռվող չկա, բան չկա, լավ կնանիք, լավ աղջիկներն էլ մինչև գերի ատանում։ Դավիթին էլ ատանում գերի։ Դավիթին տանում գերի, մերը տենում է այնքան գեղեցիկ երեխա է, որ վերցում է խնամքի տակ իրա, ասում է, ես երեխեն ես կպախեմ։ Չէ, ասում է, բևերջացնենք, տոնց սլսլեն, թոյեթա տոնց ազգություն, թոյեթա կորի։ Չէ, ասում է, մսրամիլիկ, վերջո երեխա է, երեխեն ինչ արե, ես երեխեն քեզի ինչ վնաս պտի տա։ Չէ, ասում է, մայրիկ, այդ երեխեն ընձի վերջում վնաս կտա։ Վերջին չանում է, մոր վրեն չկանում է։ Գալում է նստում է իր թագավորությունը որանում է, իր նախարարներին կանչում է, ասում է, արեք ստեղ։ Ասում է, մհերի տղա Դավիթ կա, բերեր եմ, ինքը 3 տարեկան, ասում է, բերենք, որոշենք, գլող կտրենք, թո վերջանա։ Վերջը դուրից մեզի փորձանք կկա։ Բերում են երեխեն ենքան լավ երեխա է, թրփոշ, ասում են, ես է մսրամիլիկ, բա ասում է, ես երեխեն, ասում է, ատու մեջն ինչ կա, այ մարդ, ատու համա էլ մտածում ես, երեխա է, ասում է, պախեք թող մեծնակ տարնա մեզնից, մեր ազգից, ինչի ես ուզում, գլող զանել, չէ, ասում պտի զանեմ, աստու մեջ են խորամանկություն կա, ասացի ինչ խորամանկություն, բերում են փորձ են անում, այստեղ գործելու կրակն են լցնում, այստեղ գործելու կրակն են լցնում, այստեղ էլ ոսկի են լցնում, տենանք ասում երեխեն ձերքը կրակը կտանի, թե ոսկին, թե ոսկին տարավ, ուրեմ աստու մեջ շնորք կա, թե կրակը տարավ երեխա է։ Բերում են գործելու կրակը, լցնում են մեամանի մեջ, ոսկին մեամանի մեջ, երեխեն տնում են սեղանի վրեն, ձերը տանում է կրակին, ախր գործելու կրակ, շուտ կկպնի մարդու մատ, որ կպում է, մատ, որ վարում է, տանում է, տնում է բերան, որ տնում բերան, լեզուն երեցում, այդեղ անունը տնում են թլոլ Դավիթ, այդ ժամանակը պախում է մայրը, 3-4 տարի խնամքով մերը պախում է, մեծացնում է, թե խարջ ու խարաջի ժամանակն է, էլի տարիքը անցեր է, 3 տարի մետան խարջ ու խարաջ է ուզում, մսրամելիքը էլի իրան մարդկանց ուղարկեց խարջ ու խարաջը ժողվում տանում է, մինչև 15 տարին լռացավ, Դավիթը դարձավ 15 տարեկան, Դավիթը երբ որ դարձավ 15 տարեկան, դե մարդիկ կան համարա ասում են, մսրամելիքը քոհերն է, չես ճանաչում քո հորը, նա գիտում է, որ ծնունդն է, որտեղից է դուս եկե, հասկնում է, ասում է լավ, իմ հերն է, ինչ պտի ասեմ, ընձի լավ էլ պահում են, լավ էլ տիրում են, իմ հերն է, շատ աշպիոնություն կա, մարդիկ գալում եթում են իրանց կողմից էլ, ասում են, դու Սասունցի մհերի որդի Դավիթն ես, լավ է ասում է, տեղացի եմ, գոնե ասում է, ես կարող եմ անցնեմ այդ հողը, ասում է, ինչու չէ, դե մարդիկը խոսք տարող, բերող, գալիս են ասում քյարի թորոսին, քյարի թորոս ասում են,
արդեն տղենը մեծացե, հասկացե իրան, էլ է 15-16 տարեկան, նրանք պետք է միջնորդեք, մի կերպով պրծնի բերեք։ Ասում ինչ անեմ, որտեղից ես կանամ էդ մսրամելիքից հեռից ազատեմ, բերեմ էլ չեմ ազատվի ասում։ Թե ասաց ուզենք, չուզենք կերթանք, ասաց կերթանք կքողնանք։ Վերջի վերջո մի կերպով մարդկանց միջոցով, են պարավ կնանիքի միջոցով տղային հագցնում են աղջկա շորեր, բերում են ճանապարհ գցում են, եւ մեր Քյարիթորոսի մարդիկ որ գնացե, այդտեղից արդեն վերադարձնեն դեպի Սասուն։ Երբ որ գալում են Սասուն, թե ինչ անեն, ինչ չանեն, 16 տարեկանը արդեն պստիկ չէ, Դավիթ հետում է գյուղի երեխաների հետ։ Վիր հետ հասնում գյուլաշ, որի թևն ազանում կոտրում, որի ոտն է կոտրում, Քյարիթորոսի վրան գալում են բողոք, Քյարիթորոսն ասում է, ես ինչ անեմ ասում, ախր իմ անեմ էս տղեն։ Երկուն Դավիթ գալում է, Դավիթ ջան ասում, ախր մեր հարևաններն են, մեր գյուղացի են, ամեն օր գալում են ինձ մոտ բողոք քովրեն։ Արի մի աշխատանք տամ ասում է, գնա արա։ Ինչ ասում է Քյարիթորոս, ասում է արի գեղին անենք հորթարած։ Բերում համաձայցնում է, անում հորթարած, տանում եկեղեցու դուռը կայնացնում է առավոտ, փորում են թե Դավիթ արդեն հորթարած է։ Ինչ որ բերում եք կտանի կպայի, թե բերում են հորթերը հավաքում են, տալում են Դավթի, Դավիթը քշում է տում, տանում։ Մեկ քանի օր հետում նեղանում, չնեղանում, տանում, բերում, ցրվում է։ Մի օր էլ եթում է, հեռու եթում է, եթում անտառների մեջը։ Ինչ որ ճանապարհ կա, աղվես, լպաստրակ, գել, արջ, ժողվում լցնում է հորթերի խետ ու քշում գալում քաղաք։ Որ տեսնում են ճանապարհները աղվես, լպաստրակ, ամբողջ հավաք է բերե Դավիթը, ժողովուրդը փախնում են, իրանց դռները փակում են, ասում են աման, իլա ճարեք մեզի այդ ծուր Դավիթն ասում, մեզ կանա արջի գելի փայ։ Թողում քաշվում են ետ։ Դու ասում վիրն միննա, երերը մերգուս, վիրն երգուսնա, երերը միրեք, արեք տարեք, ընչի եք վախենում, արեք ասում է, որը տոնք ձերը չեն, արեք տոնց պաց կթողեմ եթան ապրեն։ Ըտրանց հմենին չոգում, էլի ուղարկում թաշտ, կալում են իրանց հորթերը տանում են։ Տանում են, էտի հորթերը սկսում պահում։ Մի հարևան գյուղ կա, մի հատ էլ հորթարած ընտեղից է, ընկերացան ես հետ էդ մարդիկ, թե Դավիթը ես գյուղից է տանում, ենի են գյուղից է գալում, մոտեն մեն իրար ապրում են լավ։ Երկուն Դավիթն ասում իմ հորթեր, դուք ջոգես, ես կարնեմ կետամ, ես չեմ ճանչնում։ Էդ տղեն ջոգում է Դավիթի հորթերը, թե ասում ախպեր ջան, ես քու հորթերը արկենա, առնում գալում։ Մեկ քանի օրից ետ տետենց պահելով, մի օր էլ ուշա գալում ընկերը, երբ որ գալում ընկերին ասում ինչի ուշացար։ Ասում վալլա Դավիթ ջան, այսօրն ասում մեր գյուղն մի հատ պատարակ կար, ուզում որ մնի ուտի ասում հորթերը բերող չեղավ, դե լավ ասաց ախպեր ջան, հորթերը դու պախա, ես էթան բերեմ, գյուղն էլ մոտիկ։ Հորթերը էդ տղեն պախում է, Դավիթը վերցում իր հարային ձեռը, մտնում էդ գյուղ։ Մտնում է գյուղ տենում պատարակի խասներ զանուկա վրեն, ոչ բարե, ոչ բարելուս, իրան մահակը կողում է մի հատ խազանի կանթերից, վերցում տնում թևին ու քելում, հայ ասում են, ես Սասունցի Դավիթն է, ես ինչ բան ասում, որ առանց բարև առանց բանի ասում, վերցեց խազան գնաց, ելով կխոցա նրա հետ։ Եկավ խազանը դրեց ընկերի դեպ, թե ասաց ընկեր ջան, կե։ Ասաց ինչ ուտեմ, լալում է։ Ասում եկան, քու հորթերը թողեցին, իմ հորթերն մեն ջոգին առանքացին, քու հորթերը չտարան։ Դե ասում դու հացդ կե, ասում ես կբերեմ, որտեղ պտի էթան, որտեղով տարան, ասում էստեղով։ Սկսեց Դավիթը քելալ։ Գնաց խասավ մի զաղայի, մեծ զաղայա, հորթերի գլող կտրուկ, որը կիրած, որն ինչ արած,
Իրան չոմախ մահակ ձերքին մտավ հերը ինչ տեսավ որ, մի քանի ճանավարներ, դրանց խետը սկսեց կրվել, զանեց ետ 3-4 հոգի են, 3-ին 4-ին էլ սպանեց, երբ որ սպանեց մտավ ներս, տեսավ ինչքան կարողություն կա, ինչ ոսկի, արծաթ, գույք, ամեն ինչը կա, մտավ մի տեղ էլ, մտավ մի հատ ձիա կապուկ, ինչ ձիա որ, ասաց ես ձինը ես ամբողջ կարողությունը հաժի, ես կարողությունը իմն ա, ես չեմ տիրե, եսի թող տանի Քերթորոսը իրան, իմ ձինը չեմ տա, որը ձյան մոտցավ ամեկին մե մահակ կզանեմ, անունը դրեց Քուրկե Չալաբի, երբ որ դրեց Քուրկե Չալաբին, ելավ էդ մարդը եկավ հասավ հորթերը բերեց, ծրվեց, ասաց, Քերթորոս հորթերը ծրվա, ասաց, դու գիտես կժողվե սաղ չես ժողվե, էլ ես չեմ էթա, ասաց, Քերթորոս վերցեք, մեշոկները էթանք ասաց, մե հատ հեր եմ մտե, ինչ որ ուզես կա, ոսկի, արծաթ, գույք բերենք, քո փողլին ասաց, առանցումա, ծուր Դավիթ որ ասում են ծուրա, ուղորդից ծուրա, Հնդև հոսկին որդ է, հերի մեջ որդ է, հեն չի է դե թակավորություն կա, դու ասում են դե թակավորություն էլ կա, ամեն ինչն է կա, վերցեք եթանք, պարկերը վերցում են, հնկնում են ճանապար, մտնում են զաղեն, տենում են ամեն ինչը կա, ասում գիտես ինչ կա Քերթորոս, ստե մի հատ քուրիկ կա, անունն է դրեր եմ Քուրկե Չալաբի, որը մոտիկ գնաց մե մահակ կզանեմ, հետ ամեն ծեզի քուրիկը ննձի, սկսում են հավաքել իրանց ինչ որ կա, առնում են, գալում են, Դավիթն էլ Չալաբի քուրիկը քաշում, գալում, բերում պահում, մի տարի պահում, դե ասում, էլ ինչ կա ասում, ես պտի ձիավարժություն սովորեմ, էլ ուրիշ բան ընձի պետք չի, էլ ոչ հորտիկ, ոչ բան, Էդքան ասում հարաստություն տվեր եմ թո տանի Քերթորոսն ապրի, իրանցյան խնամքով պահումա մի տարի, մեծացնումա լավ, սկսումա որս անել, եթում ամբողջ օրը որս անում, որսից դետ գալումա եթում հանգստանում, մնումա, Ետ ժամանակ խարջ ու խարաջի վաղտա, էլի մսրամ էլիքը իրան խարջ ու խարաջը ուզում ապտիկա իրան խարջ ու խարաջի վրա, Դավիթն էլ արդեն լավ վարժություն սորվեց ձյան վրեն, Քերթորոս շատ ուրախանում ա Դավիթի վրա, ասում ա իմ Դավիթը, շատ խելոք, բնավորությունը ստեղծե իրան մեջ, տղեն էլ եթում իրան որս անում ա, գալում ա, Ետ ժամանակ էլի մսրամ էլիքը ուրան խարջ ու խարաջի ժամանակ, ուրան երկու հատ ուժեղ փայլևան ուղարկում, գալում են Քերթորոսի կուշտ, հրամանը բերել են մսրամելիքից, մսրամելիք գրերա, որ ես 2-3 տարվան խարջ ու խարաջ եսքան տոպրակ ոսկի է անում, ընկան համբրելով չեր, տոպրակով էր, տոպրակ լծվավ, հաշիվ դուզնա, չլծվավ պտի լծես, Դավիթն էլ որսից եկել ա նեղացած ընգած տունը, դե Քերթորոս Դավիթին ոչ մի բան էլ չասում ա, ասում ա եթե ասեմ նորից կռիվը կսկսվի, Երիտասարդ ա Դավիթն էլ ասում ա, էլի գլնիմ հերի նման, Վերջ դեսիս դենի չո ջախպոր կնիկը ծենով հովանի կնիկ, ասում ա, գիտես ինչ կա Դավիթ ասում ա, դենում ես հլը քե երեխայի տեղ են տնում, քե խափում են, եկեր են հորդ կարողություն տանում են, ասում ոնց, ասում բա տանում են, որը, մսրամելիքը երկու խաթրան պայլևան շատ ուժեղ ռխկե, խարջ ու խարաջը Քերթորոսը տարե գողտուտա ճանապար տնա, որ դու խաբար չլնես կռիվ չլնի, դլավ ասում ա, Հլնում ա կամաց եթում ա խազինի կողքին տենում ա որ, երկու հակնված ուժեղ հսգա, Քերթորոսը կզում ա, տոնք ոսկին չապում են, ասում, Քերթորոս, էդ ինչ ես անում, Եշկում տենում Դավիթն ա, Դավիթ ջան ասում ա, մեր պարտքն ենք տալում, ինչ պարտք, ասում, բա,
Մենք Մսրա Մելիքի խարջատուրն ենք, նրա խարջն ենք տալում։ Արդեն իմաց է, ասած չէ, որ դրանք եսա քանի տարի իմ հորը պտի խարջ տան, այսինչ պատերազմի ժամանակ, այսօր դու ես տալում, թե ասմա Դավիթ ջան, այն ժամանակ, որ դու երեխայիք, մենք չկարողացանք Մսրա Մելիքի վրա, կռվող չկար, նորից խարջ ու խարաջ դրեց մեր վրեն, եթե չտինք ասում, մեր բոլորին էլ կքաշեր սրի, էլի տանք թո տանի մենք ազատվենք, չէ ասմա, ոչ մի հատ կոպեկ ես չեմ տա, գացեք ասմա ձեր Մսրա Մելիքին ասեք, Դավիթը ասում որ խարջն ինչ է, խարաջն ինչ է, ինքը իրան ապրի, մենք էլ մեզ ապրենք, դե գացեք, ես էլ ոչ կռիվ եմ անում, ոչ էլ Դավի եմ անում, այդոնց վերցնում ճանապարհ դնում։ Մսրա Մելիքն իշկում ուշացան, ասումա, հուրա չեկան, ասումա, եթում են yavaş, կամաց, տխուրել են եթում, գացին, Մսրա Մելիքն ասաց, ինչի դարդակ եկակ, քուտունը քանդուի ասին, ընդե մի հատ երիտասարդ տղա կա անունը Դավիթ, Դավիթը որ իշկած մեր երես, մեր պարկներ ճղավ ասած, որ էսենց աշկեր բացում էր, մենք նրա դեմը ինչ-որ թռնինք, նա որ փչում էր, մենք օրորվում ինք նրա նավասից, օհո ասաց, բայն որ ասումի, էտու շարը կխասնի ինձի, դարի մեր, արի պատասխան տուր, հիմի ինչ անենք, դե ասաց ինչ ուզում ես արա, մենք ասաց, նրա թիրք ու դեմքը իմացանք, որ այդ տղան շատ ուժեղ է, դու չես կանա, չէ ասաց, պատերազմ կհայտարարեմ ասաց, նրա հլա երիտասարդ ժամանակն է, նա հլա քյորփայ է, ինչ կանա ինձի, այդ մարդը պատերազմը հայտարարեց, զորքը հավաքեց, մի հատ հրովարտակ գրեց Քյարիթորոսին, թե այսինչ օրը, այսինչ ժամին մենք պետք է պատերազմենք, ուժ ունես, վեր, չունես, էդ էլ քո գործնա։ Մենք պտի քո քաղաքը, քո երկիրը ավերենք տանենք։ Քյարիթորոսը մտածեց, ինչ անեմ, ինչ ելք գտնեմ, թե ասաց էլի պտի մենք եթանք իմալ մհերին տարանք, հիմի պտի Դավիթին տանենք էդ մայրամ աստվածածին, հնդեղ ըխտենք ասաց, մհերի շորերը հագցնենք, գուրզը տանք ձեռն, բերենք պատերազմի մեջ, էլ ելք չկա։ Մտածին յանեն սկսին հավաքել մեծամեծ մարդիկ գյուղից, հավաքին, գնացին վանքը, մատաղարեցին, բերին Դավիթին այդ վանքի ջրից էլի խմցրին, ծիանը խմցրին քուրկե ճալապուն, հոր շորերը բերին հագցրին, գուրզն ասին վերցա, գուրզն վերցրեց, էլ է 18 համարա, 20 տարեկան տղա ասին, իսկապես կկրվի ինչպես որ հերը կրվավ, ինչպես որ մհերը կրվավ։ Դե ժողովուրդ ասաց, գնացեք ասեք, որ այսինչ ժամին մենք կեթանք, ձեզ պատասխան կտանք, Մսրա Մելիքին կեթանք, պատասխան կտանք։ Գալում են մի հատ հրովարտակ, գրումա Քյարիթորոսը, դե ասումա, գնացեք ասեք Մսրա Մելիքին, որ ժամի ես վաղտին, նոր պատերազմ տա, գքամ կուշտը նոր պատերազմենք։ Սպասումա, ժամերը թմումա, Դավիթը ըլնում գալումա, որն ասումա Մսրա Մելիքի վրանա, ասում են ենա։ Գալում մտնում տենում, մի հատ հսկայա պարգուկ վրանը, որ փնչում, վրանը իրուրա գալում։ Վայ ասում Դավիթը, ես իմալ մարդ ասենց էլ ուժեղ մարդ կլնի ասում, դե պրծի, եկեր եմ Մսրա Մելիք ասումա, Դավիթն եկերա, պատերազմում ես, ասումա, բա, ես եսը 2 ժամը սպասում եմ, ինչու ես ետ եկե, դե ասում, պատերազմ, դե էլ է ասումա, պատրաստվի,
Դու էտիրա զորքին հրամանտա Դավիթ ուրան քուրկե ճալաբին քշեց մեսարի գլող կայնավ մեհատ նարականչեց որ ամբողջ սար ու քարեր գոռացին որից յանքի խոլանը կտրավ որը ուշաթափելով որը ցայնից խլացավ հնկավ մչներն աճ ջարդեց ձախ ջարդեց ասկսեց հարավ հուսիս արևելք, արևմուտք ջարդեց, երկու օր ինչքան զորք բերեց ջարդեց, ասին Մսրամելիք էլ հնար չկա, դրա դեմիսան չկայնի ասին, ինչու ես ջարդում մեծամեծ մարդիկ, երկսով դու կրվեք, էլ զորքի մեջ հնար չկա, դու կրվեք, բոլա, բավականա, լավ ասաց, մենք կրվենք. Ասկասին էդ մարդիկ կրվել, են ես յանեն էլավ, են էլեն յանեն, առաջ ձյանքով կրվան, ինչքան ձյանքով կրվան իրար հաղթություն չելավ, գյուլաշով էլ կրվան չելավ, ասին ինչ անենք բա, ասին մեկ ու պետք է խպել, թո մեկն կայնի չոքի գակ գուրզը կծա, թե մնաց սաղ զատի մնաց, թե չմնաց, օղորմի իրան. Հաշտվան է դենց, ասաց առաջին հերթը վիրնա, Դավիթն ասաց Մսրամելիք, առաջի հերթը գուրզը քեմ տալում, դու ինձանից մեծ ես ասաց, թող քեզի, ասաց լավ, սկսեց Դավիթը չոքել, Մսրամելիքը գնաց մի 3 կիլոմետր հեռու, անտեղի ձինը քշեց եկավ, որ գուրզը թալեց, փոշին մառախուղը բանցրացավ, ամպենելավ վերև, հդմալ կանեմ, ասաց Մսրամելիք, սաղ եմ ասաց, ոչ մի բան էլ ընձի չել է, 3 անգամ, 3 գուրզ պտի թալա, 3 տան թալեց, ոչինչ չկարծավաներ, վերջ չերգարացնենք, ոչինչ չկարծավաներ Դավթին, թե ասաց, արի, իմ հերտնա, բերեց չոքեցրեց, ինչ չոքեցնել, 40 քյազանոց խորին փորած, 40 կաշին փաթթած գոմշի, 40 ճաղճի քարին դրած վրեն, ուրեմ ասաց դու, մուխաննաթություն եք անում, ես կայնակ գետինը ասում թունձի խպիր, հիմի դու իչերես, 40 քյազանոց, 40 քար վրետ, 40 կաշի վրետ, դե ասում մացը տեղ ասում, բատի ենեն սանեն, որ կծեն կշերքը, կեսեն յան թուզգա կեսնեն յան. Գնացին խեցավ քուրկե ճալլաբին ու բարձրացավ, ոչ թե շատ հեռու գնաց, ասկի կես կիլոմետր էլ չգնաց, եկավ, քուրը թալեց ոտների տակ, Մսրամելիքի քուրը, ասաց Դավիթ ես քան տարի պախեր ենք ասաց, էտի խնայա, ասաց քուր ջան, ես խնայում եմ ձեզ, էտ մեզ զարկը ձեզ եմ խնայում, մյուս զարկը մերը ծացերը թալեց, ասաց Դավիթ ծից եմ տվեք ես, խնայա իմ ծացի կաթին, ասաց ես էլ խնայում եմ մայրիկ քեզի, բայց ես զարկը կզարկեմ, գնաց հեռուից եկավ, թալեց, 40 կաշին էլ գնաց, քարն էլ գնաց, Մսրամելիք էլ օր թլախից կտրեր էր, ասաց կշերք կծեք, կշերք կծին մեյան մեքիչ ծանդր էր, ասին թակ տաշեղա, են մեյանն են մեծունը ավելա, Այդպես մի հատ հրովարտակ էլ էտի խատցրեց, գնաց, մի հատ էտոնց նախարարներից կար, վերցինը տուր մեզ տորագրություն պայմանագիր կապին, որը ստուծի էտ, ոչ կռիվլի, ոչ բան, դու ձեզի ապրեք, մենք էլ մեզի ապրենք, թողին եկան, երկար ժամանակ ապրան, համարամե 6-7 ամիս Դավիթ ապրավ, 7 ամսից էտ քնավ, մի հատ երաս տեսավ, ինչ երաս տեսավ, Կապուտկողի թակավորի խանդուտ խանմին երազին տեսավ, 3 անգամ քնավ, 3 անգամ էլ էտ տեսիլը տեսավ, հնդել խանդուտ խանմ տեսավ, էտ իմալ ելավ ասաց,
Էս երազս ասաց միթե օղորտ երազա։ Առավոտ լուսը բացվավ ասաց քյարը թորոս կապուտ կող կա։ Ասաց կա, կապուտ կողի թակավոր կա։ Ասաց կապուտ կողը։ Խանդուտ խանım աղջիկ կա, թակավորի աղջիկ։ Ասաց կա։ Ասաց տեսիլ եմ տեսե։ Ես պտի եթամ, խանդուտ խանımին բերեմ, այ տղա, էնի դր, դու դր, ես կան հերու ճանապարդ ու դրավոր եթաս, չէ որ չէ կետամ։ Վերջ քյարը թորոսն ինչ արած, չմնաց, չամացայնվավ, ասաց, ես պտի եթամ, ասաց Դավիթ ջան, որ կետաս ըսկուշ կնա, ճանապարհները վտանգ չպատայի քեզի։ Դու ասաց գորոզ մարդ ես, ուրիշների բան չասես ասաց, եթե եթում ես ուրիշ տեղրանք, քո ծոցը մսե խաչ կա, մի հատ էլ սանդր կա ասաց, սուտ երթում չուտես, սուտ երթում եթե կուտես, սանդրի վրեն երթվի, եթե օղորթա, օղորթ խաչի վրենք է։ Լավ ասաց քյարը թորոս, լավ, դե ասաց մնացի բարով։ Քուրկե ջալաբին քաշեց նստավ ձինը, յալլա կապուտ կող դորես եկա։ Շատ եթալուց քիչ եթալուց գնաց խասավ մի գյուղ, որը մի ջրի վրա կառուցված էր։ Էդ վերևն էր։ Մի գյուղ էր, ինչ որ մեր գեդարն է, թա, էդ գյուղն էլ վերև մնա։ Եկավ գյուղի մեջ թափան եկան։ Մի հատ հսկա տղամարդ ա եկե, որ զարմացան, աչքերից արուն ա կաթում, հայ ոսին, ես ինչ մարդ ա, էդ գյուղի նախրջու կինը, մի հսկա կնիկ էր, դե երկուն ու ժամանակ էր ասաց այ մարդ, ես օրարի մաց մեր տուն, ես կղ ճանապար մի գնա ասաց, վտանգ կպատայի, արի ես օրել ինձ խոնախ։ Ճարպիկ կնիկ էր, ուր լեզվով Դավիթին տարավ իր տունը, տարավ իրան տունը, բերեց, լավ հարգեց, պատվեց, ասաց, գիտես, ես էլ ես գյուղու նախրջու կինն եմ։ Ինչու ասաց էլ է նախրջի, թե ասաց ժողովուրդ են, պահանջ դրեր են, տարեր են, արեր են իմ մարդին նախրջի։ Մնաց քնելու ժամանակ ասաց, գիտես ինչի եմ ես քե խոնախ բերեմ, ես ու դու պտի իրար խետ ապրինք ես գիշեր։ Ասաց, վազնարի ինձնից, չէ, ասաց, ես դրա համար եմ բերի, թե չէ օին կհանեմ գլուխդ, դու մի կարծա թե քաջ ես, ես քեզանից քաջ կնիկեմ։ Վերջը քշեր ելնումա, մտնումա Դավիթի կողքը։ Առավոտ լուսը բացվում ա, թե ասմա ես պետք է ճանապարհ գնամ, ասմա արի երտվա, որ կա սնձի տանես։ Մտեն եթումա, երտումը ուտումա խաչի վրեն, սուտ երտում պտի ծաղ կողքի սանդրի վրեն ուտեր, բայց աչի վրեն գերավ, ու ձինը կշեց գնաց։ Գնաց հասավ կապուտ կող, ման եկավ Էսիան, գնաց թակավորի պալատի դեմը մի մեծ պարտեզ կա, իջավ պարտեզի մեջ, մի հատ էլ դռնպահ կա։ Ասաց այ երիտասարդ, թող նեղացած մարդ եմ էլի, գնամ մեքիչ էդ բուլվարը մանգամ։ Ասաց, թակավորը որ տենա, իմ գլոխ կզանա, ես խանդուտ խանımի բաղն ա, էստեղ որցեղեն ինչ գործ ունի։ Այ մարդ շատ եմ խնդրում, ընձի թող ներս։ Չէ, ասում, չի կարելի։ Ասում, որ մեջանք ոսկի քեզի տամ, կթողես։ Ասում, լավ։ Թակավորն ինձ օրական ինչ հատալում, մի ոսկի ասումա, կամ երկու ոսկի, եսի կլնի խարուր ոսկի ասումա, ինչ պտյանի թակավորը, որ ոսկի կտենումա թողումա, ձինը քաշում, տանում մեանկյուն կապումա, ինքը մտնումա, ասումա, եթե հաջողվավ, քեզի կանեմ ընձի քավոր, անունըտ ինչա, քավոր կուրկեն ասումա, դե ասումա քավոր կուրկեն չան, դե վերջացավ։ Տանումա ձինը կապումա կողքի մի առանձին տեղ, գալումա մի հատ հաուզի վրա, սկսում ջուր խմել, լավ ջուրա, դե նեղացածա, գշերել չէ քնե, սկսեց լապուտը բացել, քաշել գլխին ու քնել, թակավորի աղջիկը իրան լուսամուտից տեսավ, որ իրան պարտեզումը մի մարդ, մի ձի կա,
ասաց հայ, ես ինչ բան ա, ասաց երևի ես իմ երազի տղեն եկավ, այստե պտի որը մտնիր, ելավ շորերը հակավ, սիրտ էլ չտարավ, ելավ կամաց եկավ, ոչ մի նաժիշտի խետը չվերցեց, եկավ մտավ բուլվարը մանկալով, ծաղիկներից քաղելով, եկավ տեսավ, որ մի հատ հզգայ ա պարկուկ, մի պատկերի պես, չուտես, չխմես թամաշա անես, լապուտը տարավ վենյան, որ քնե, քրտին կտավե վրե, երեխա ասում, սա երեխայի բնություն ունի, խանեց երկու հատ ճան, խանեց ջեբից թալեց դավթի ջեբ, հլե եսի ճան խաղողա, թողեց ֆռած ման եկավ գնաց, խանդուտ խանմին, 3 տեղով թագավորները իրանց խաթրան փայլևաններ ուղարկեր են, որ ուզում են իրանց տղեկին, կեկեր են, լծվեր են պոլհատը, ասում են, որ պտի աղջիկը տաս էդ թագավորի տղին, ասում ա թագավորը իմ գործ չի ասում, խանդուտ խանմը վիրը ուզում ա նրան կարնի, այդպես պատերազմի մեջ են, միշտ եթում են կալում են, խանդուտ խանմը ոչ մի համացայնություն չի տալում, թագավորին զորում են, չէ ասում են զորով մենք խանդուտ խանմին կտանենք, Դավիթը վերել է ձեռը տարեց ջեբը, տեսե, որ ջաները ջեբ են, այ ասում ա, աղջիկը եկե, ես քնած եմ ելե, ինձ երեխի տեղ է դրե ջաները կցե ջեբս, դե քավոր քորգի ասում ա եկավ գնաց, ինչ էր հարցնում թագավորի աղջիկը, հիմի ասում ա լծվեր են թագավորի պալատը, աղջկան տանում են, ինչպես ասում ա, էսպես ասում ա, 3 հատ խաթրան փայլևներ արդեն նստել են թագավորի պալատը, երբ որ գորգին ասաց Դավթին, Դավիթը իրան կուրսը վերցրեց ու դուրս եկավ մտավ թագավորի պալատը, բարև տվեց, գլուխ տվեց, 3 լեզվով խոսաց այդ մարդը, սկսեց թե ինչու համար են այդ մարդիկը թագավոր կեն եղում, ասաց երիտասարդ ասաց, ես 3 անգամ 3 փայլևաններն եկել են, որ խանդուտ խանմին տանեն ասում, խանդուտ խանմը չի համաձայնում, հիմի ես չգիտեմ ինչ անեմ, եթե ասում են չտաս, 3 թագավորով պտի քու հետ պատերազմը սկսենք, թագավոր ասաց, խանդուտ խանմը, որ իր կամքով չի գնում ա, թագավորի տղի հետ չի ամուսնանում ա, ինչու ես դժվարանում ասաց, մի աղջիկա դու թող տանի, դե ասում ա, եթե աղջիկը չի համաձայնվում, ես իրավունք չունեմ տալու, թագավոր ասում, քանի աղջիկ ունես, ասում, այդ մի աղջիկ, չէ որ այդ մի աղջիկ ես եմ առե ասում ա, էլ որն է այդ ուզող, սկսում են վիճել, խաթրան փայլևներն ելնում են, մեկին վերցում, մեակոշկից ա թալում, մեկին մեակոշկից, մեկին էլ զանում, ատմներ ջարտում, դե գնա ասում խաբար տար քո թագավորին, խանդուտ խանմին թողատանի, ելավ այդ մեկն խաբար տարավ թագավորին, որ էսենց 2 խաթրան փայլևնին ակուշկից մի հատ մարդ շպրտեց, ասաց, որ խանդուտ խանմը իմն ա, դու ընչի եկե ուզելու, են մեկ թագավորը հայտարարեց պատերազմ, սկսին պատերազմ, 3 թագավոր միացան, եկան կապուտ կողի թագավորի վրա պատերազմ, դե ինչ չանենք, հայտարարությունը տվին, հրովարտակը գրին, որ այսինչ օրը, այսինչ ժամին պատերազմա, խանդուտ խանումին տալում ես, մեր 2 խաթրան փայլևնին տալում ես, կռիվ չենք անում, թե չեք տալում, կռիվա, Դավիթն էլ եկերա, մտերա պարտեզը, գացեմ յանկյուն պարկե ու քնե, ասում ա թագավորն, են լակոտը որտեղից պուսավ ասում, դե արեք պատասխան տվեք, 3 թագավորի զորամաս եկե, հիմի իմ կրվողը որն ա ասում, ես իմալ անեմ, դե ասում թոգա պատասխան տա, իմալ որ մարդկանց սպաներ ա թոգա պատասխան ինքը տա, իսկ թագավորի աղջիկը գիտում ա թե տղեն որտեղ ա,
Եկավ մտավ իրան պարտեզը, եկավ տեսավ ասաց. «Այ տղա, ես չեմ գիտում դու ինչ տղա ես, ինչ տղա չես»։ Ասաց. «Ես գիտես որ տեղացի եմ, ես ասաց Դավիթն եմ, որ երազումը քե տեսիլի մեջ տեսել եմ»։ Հա ասաց. «Ես էլ քե եմ տեսե»։ Դե այդտեղ փաթթվան իրար, բարև մնա էլան, թե ասաց Դավիթ. «Եթե քաջություն ունես ասաց, երեք տիրություն եկե իմ հոր վրեն կռիվ, թե էլի պատասխան տու»։ Դե ասում ես պատասխան կտամ։ Էդ մարդ ելավ իրան քուրկե ճալաբուն սար քրտեց, լավ խուզղունները կապեց, թամքեց, ելավ նստավ ու քաղաքից դուրս եկավ, գնաց, որտե զորամասն էր։ Էսյանից խանդուտ խանումը մի հատ ձիգ քաշեց քահիլ, ինքն էլ նստավ ասաց տեսնեմ ասաց, ըստու մեջը քաջություն կա, որ կռվի իրեք թագավորի դեմ, կամակից գնաց։ Դավիթը նայեց հետևանց մի հատ ցիհավոր ակալում, գյուլեն թողեց հետևը չասնի, ասաց թշնամի գալում եմ տայան տուր, գուրզը քաշեց ու Դավիթին, Դավիթը բռնեց, գուրզը բռնեց, ասաց, ես ինչ սրիկա ռաստ եկավ, հլա չեմ խասե պատերազմի դաշտ, դե ասաց հերթը իմնա, իմալ որ բերեց եկանա բռնա, ասաց աման ես եմ Դավիթ, ես եմ, ասաց քուժնի փորձում, դե ասաց գնա, գաղթես պատերազմին, գնաց պատերազմին, մտավ մեջը, մի հատ իր ցենով նարան կանչեց ենելի մալ, ամբողջ սար ու քարը գրած, որը խլացան, որը կյառացան, ամեն փախան մեռան ու շաթափ ընկան, մտավ մեջները սկսեց ջարդել, հետավուր մեջը իրեք պետության վերջ տվեց, բերեց արած թագավորին հպատակ, թող հպատակ դառնան։ Ինքը դարձավ եկավ գնաց բուլվարը, իրա սովորական տեղը պարկավ թագավորը, չգիտում ով գնաց, ով հաղթեց, ասաց մեկ գտեք բերեք այդ տղին։ Ես իմ թագավորությունը հանձնեմ այդ տղային, ասաց, որ երեք թագավորի դեմ մինակ կռվավ։ Էսյան ման են գալում հարցնում են ով, գիտավոր դե չի, խանդուտ խանմին եկավ, գլուխ տվեց թագավորին, ասաց, թագավոր տեսար այդ տղեն, ասաց, ոնց հաղթեց իրեք պետության, ասաց, մեգտի բե ասաց, թագավորությունը հանձնում եմ ենտու, ասաց, թագավորությունը մի հանձնա, նա մի նպատակի համար է եկե, էլի կեթա, դե ասաց, մեգտի բե, ասաց, մի ժամից ետ բերեմ, մի ժամից ետ ներկայացրեց թագավորին եկավ, խոնարհվավ թագավորի դեմը, թագավորը տեղ տվեց նստավ, բարև տվեց նստավ, սկսեց թագավորը ասել, դու որտեղացի ես, ինչ մարդ ես, մհերի տղան եմ, մհերի ձեն աշխարհ էր տարածվե երգիր, օհո, էդ տղեն ուրեմ բարձր թագավորի տղա է ասաց ես եկեր եմ խնդրելու քու աղջկա ոտը, խանդուտ խանմի ոտը, թե հիմա կտաս, կտանեմ, չի տաս, դու էլ սաղել ես ես էլ թագավոր ասաց, մի աղջիկ չէ քու ուզածը, կանչեց աղջկան բերեց, աղջի ասաց, ես քո ամուսին, դու էլ սրա կինը կդառնաս ասաց, երկսով գնացեք իրար հետ ապրեք, այդ հրոպեին ամուսնացրեց, տվեց են մարդին։ Մի համարավեց օխտամիսը դե մնաց, այդ հուման ագալում թագավորը շատ խնդրեց, որ մնա, ասաց չեմ կանա, երկիրը թողեր եմ անտեր, ասաց պտի եթամ հասնեմ իմ թագավորությանը, ես էլ ասաց թագավորի տղա եմ, պտի գնամ, դե ասաց, որ կեթաս էլիշ պտի ասեմ, մի ամիս էլ, երկու ամիս էլ մնաս, էլի նույննա, համարամեին ամիս մնաց էդտե, էդ ու կնիկը պարկավ մի հատ տղա բերեց, երբ որ տղա բերեց, ելավ Դավիթը տեղից ասաց, եթամ երգիրը նոր կկամ կինս կտանեմ, ելավ հեցավ, ուրան երգիրն ագալում Դավիթը, եկավ հասավ էդ գյուղը, Հետ Դավթից մի հատ աղջիկ ա եղե,
քանի տարի քաքաշ է, նախրջուկ ընկանից մի աղջիկ է եղել։ Իմացե այդ կինը, որ պետք է ինչ վաղ տեկավ ուսուն կպայեմ ասումա, ես հետու պտի հայի վառնեմ, որ ընձիչ տարավ։ Աղջկան մի հատ նետ ու անեղ տալում ձեռը, բերում մի հատ կարմնջի տակ, ջրի կողքին տապցնում։ Դավիթը գալումա ընցնում, Դավիթը գալումա ընցնումա, տենումա, որ ամար ժամանակ լավ ջուր է թում ասում կայնի էստեղ էլ մի լավ լողանամ նոր էթամ։ Իչումա ցյանի ցինը թողումա արածումա, ինքը տկլոզնումա, մտնումա ջուրը լող կնում։ Ես կարմնջի տակից նետ ու անեղը թողումա թիգանքի։ Ատե որ բորումա էդ աղջիկը դե սատկումա։ Դավիթն էլ ատե մեռնումա։ Ձենը խասնումա սասուն։ Ձենը որ խասնումա սասուն, ատեղից ասում են Դավիթին փորձանքա պատայե։ Էլեք ելնում են գալում են աղբեր տանքով քյարիթորոս, գալում են տենում են, որ Դավիթը արդեն մահացերա։ Դավիթին բերում են, թաղում են։ Երբ որ Դավիթին բերում են, թաղում են, վերջացնում են, դե ասում են. Ես արդեն 9-10 ամիս մնացե ընտեղ ամուսնացես, դու երեխա կլնի ասում են։ Արեք եթանք տենանք, երեխայի հարց կա թե չկա։ Երեխա էլ է թե չել է։ Ելնումա ցենով հովանը, քյարիթորոսին վերցում գալում են։ Գալում են կապուտ գյուղ, գալու մեթում են խանդութի մոտ։ Երբ որ ասին Դավիթ մահացերա, են էլ իրան գլխի վրա գցեց, կրծքի կաթը թափավ, ասին ուրեմ երեխայա ծնվե։ Գալում են եթում են թագավորի մոտ, դե նստում են, խոսում են, դե ասում են թագավոր, որ Դավիթը ստե մնացերա 9-10 ամիս մեզ երեխայա մացեստե, տվեք տանենք, ասումա չէ, երեխա չի եղե, երեխա չծնվե, որտեղից տանք, յա, ոնց չծնվե։ Ինչ անում են այդ թագավոր երեխային չի տալում, ասումա լավ թագավոր, եթե մենք գտանք կտանենք, եթե չգտանք, թո հալալ լնի քեզի։ Ասում տարեք երեխեն պայեք, երեխին տանում են պայում են, տանում են նաղարա, զուրնա, եսիմինչ ղժալ, ըտ երեխեք շողվում են, որ ձենը չլսա, տանում են պահում են։ Դե ասումա ես առավոտ գլնեմ կփորամ, իմ երեխեն, որ իմ ձենը լսա գքա իմ մոտ, որտե լնի գքա։ Ասում են նաղարա զուրնա դհոլ եսիմինչ ղժ, վժ, ձենով հովանը, որ ձենը թողումա, էդ երեխեն վազնում դուրը, ինչ անումա չեն թողում են դուս կա, 3 անգամ էտեն ձայն տալում, երեխեն ճշերին զանում տեստեն ու թռնում, փեշը բռնում, ասում, թագավոր, տեսար որ գտա մեր երեխան։ Այդտեղից նոր երեխան վերցում են, բերում են գյուղը, նորը տե քանի տարի էլ ապրում են, երեխեն մեծանումա, անունը դնում են պստի մհեր։ Նորը տնք իրար հետ ապրում են մի առժամանակ։